Մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով 2 ժամ հեռավորության վրա է գտնվում մաքուր օդով խորհրդավոր, խոնավ ու անձրևոտ Վանաձորը։ Այստեղ է բնակվում Արզումանյանների օրինակելի ու համերաշխ ընտանիքը։ Այդ համերաշխության գրավականը երաժշտությունն է։ Երաժշտության շուրջ են պտտվում Արզումանյանների կենցաղը, կյանքը եւ երազանքները։ Տարոն երկրորդ թաղամասում բնակվող ընտանիքում են մեծանում 3 քույրիկները, 3-ն էլ օրինավոր, համերաշխ, կոկիկ ու իհարկե գերազանցիկ։ 3-ն էլ նվագում են երաժշտական գործիքներ եւ իհարկե պատվոգրեր ու մրցանակներ են ստանում։ Երեխաների մայրը Հասմիկը ծածուկը պարտությամբ է խոսում նրանց հաջողությունների մասին եւ հուսով սպասում 4-րդ փոքրիկին, Լեոին։ Նա էլ մի օր քույրիկների նման տաղանդաշատ ու պատրաստական երեխա կդառնա։ Ես եւ քույրս փոքր տարիքից հաճախել ենք երաժշտական դպրոց։ Դրանում մեծ ավանդ է ունեցել իմ հայրը, որը մասնագիտությամբ եւ շինարար էր եւ դիրիժոր միևնույն ժամանակ։ Նրա համակուրսեցիները նրան երաժշտական կեղծանուն էին տվել եւ անվանում էին Կոմիտաս։ Մինչ օրս իմ հորս ճանաչողները նրան դիմում են որպես Կոմիտաս մականունով երաժշտի։ Հայրս միշտ երազել էր տղա երեխա ունենալ, որը դառնալ ջութակահար։ Նրա երազանքը հիմա իրականացնում է իմ աղջիկը Լիլիթը։ Երբ որ ես եւ իմ ամուսինն ամուսնացանք, մեր առաջնեկը Լորետան երբ որ ծնվեց, մենք նկատեցինք նրա մոտ երաժշտական ընդունակություններ եւ տվեցինք երաժշտական դպրոց։ Նա սովորում է Կոմիտասի անվան արվեստի դպրոցում, դաշնամուրային բաժնում։ Լորետան շատ մեծ ձեր ունի մաթեմատիկայի հետ։ Լորետան այս տարի մասնակցել է Քվանտ վարժարանի օժտված երեխաների մրցույթին, նաև նախորդ տարիներ է մասնակցել եւ բարձր բալեր հավաքելու շնորհիվ նրան առաջարկեցին անվճար հիմունքներով սովորի այդ դպրոցում։ Բայց ֆինանսական պրոբլեմները մի կողմից, աշխատանք չունենալը մի կողմից թույլ չտվեցին, որպեսզի մենք բնակություն հաստատենք Երևանում։ Միջնեկս Լիլիթս երբ որ ծնվեց, համառորեն պնդեց, որ ինքը կամ պիտի հաճախի ջութակի բաժին, կամ ընդհանրապես երաժշտական դպրոց չպիտի հաճախի։ Ու մենք տվեցինք ջութակի բաժին։ Առաջի դասարանից մեր ուսուցչուհին նկատեց, որ նա շատ մեծ երաժշտական ունակություններ ունի։ Լիաս փոքր աղջիկս, տեսնելով քրոջ ընդունակությունները, նաև որոշեց դառնալ ջութակահար։ Այսօր մենք ունենք երաժշտական կուռ ընտանիք, որտեղ ամեն օր հնչում է երգ եւ երաժշտություն։ Ես ունեմ պատվոգրեր, հիմա ցույց կտամ ձեզ։ 9-ամյա Լիլիթը վերջերս վերածնունդ միջազգային մրցույթ փառատոնից տուն է վերադարձել արծաթե մեդալով։ Բայց արծաթե մեդալը միակ մրցանակը չէ, որ հասցրել է ստանալ փոքրիկ ջութակահարուհին։ Մրցանակները շատ են։ Ես Լիլիթ Արզումանյանն եմ, ես 9 տարեկան եմ, հաճախում եմ Պարուհ Սևակի անվան համար 30 հիմնական դպրոցը, իսկ երաժշտականը Կոմիտասի անվան դպրոցն է։ Իմ ընտանիքը բաղկացած է 6 հոգուց։ Դրանք են մայրիկս, հայրիկս, 3 քույրիկներս, մայրիկս սպասում է, որ աղբերիկին ունենանա։ Լիլիթը նաև սիրում է կիսվել ջութակի մասին իր իմացած մասնագիտական գիտելիքներով։ Ջութակը ունի 4 լար, որոնց լարվածքը հետևյալն է՝ փոքր օկտավայի սոլ, առաջի օկտավայի ռե եւ լյա եւ երկրորդ օկտավայի մի։ Ձայնարտաբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է։ Նվագելու հատուկ միջոցներից է պիցիկատոն, չափսը չի հասնում 600 մմ-ից։ Ուսուցման ժամանակ օգտագործում են 1/16, 1/8, 1/4 եւ 1/2 մասերը, քանի որ երեխաները նվագել սկսում են 3 տարեկանից, նվագելու ժամանակ գործիքը պահում են ուսի վրա։ Ասում են, ջութակի նախահայրերը 8-րդ դարում արաբ վաճառականների կողմից Եվրոպա բերված աղեղնավոր նվագարաններն են եղել։ Եվրոպացի արվեստագետներն ու էսթետները նվագել են այդ գործիքների վրա, փորձել, շոշափել, մտածել ու ստեղծել են կատարյալ մի գործիք՝ ջութակը։ Ջութակի դասական տեսակը մշակվել է 15-ից 16-րդ դարերի ընթացքում, միաժամանակ մի քանի երկրներում՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում։ Այնուամենայնիվ ջութակի ծննդյան երկիրը համարենք Իտալիան, որովհետև հենց այստեղ, Բրեգայում եւ Կրեմոնայում
16-ից 18-րդ դարերում ձևավորվեցին ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ, որտեղ եւ վերջնականապես հաստատվեց ներկայիս ջութակի կառուցվածքը, մշակվեց գործիքների յուրահատուկ տեմբրը։ Կրեմոնայի ջութակները մինչև այսօր էլ օգտագործվում են եւ համարվում են չգերազանցված։ Ջութակը որպես մենակատարային համերգային գործիք մեծ դեր խաղաց երաժշտական արվեստի պատմության մեջ։ 17-ից 18-րդ դարերի երաժշտական գործիքային նոր ժանրերը՝ մենանվագ, սոնատ, կոնցերտ, առաջացան սկզբնապես որպես ջութակի երաժշտական ժանրեր։ Ջութակների ընտանիքը կազմում է սիմֆոնիկ նվագախմբի կորիզը։ Հայ իրականության մեջ ջութակի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության պոեմում։ Հնում ջութակի լարերը պատրաստել են ոչխարի աղիներից, որոնք պրկվում, չորացվում եւ ոլորվում էին։ 20-րդ դարասկզբին ջութակի լարերը սկսեցին պատրաստել նաեւ մետաքսից, ալյումինիումից եւ պողպատից։ Ներկայումս պատրաստվում են ոլորված պողպատից կամ տարբեր մետաղների հետ ոլորած սինթետիկ նյութերից, որոնք երբեմն նաեւ արծաթապատվում են։ Լիլիթը շատ է սիրում հայրենի Վանաձոր քաղաքը, բայց նաև երազում է մայրաքաղաք Երևանում բնակվելու մասին։ Մայրաքաղաքում ապրելը, ասում է, ավելի է մոտեցնում մեծ երազանքին։ Ուսանել կոնսերվատորիայում եւ հանդես գալ մեծ նվագախմբերի հետ։ Ես առավոտյան արտանում եմ, նախաճաշում, գնում եմ դպրոց, հետո վերադառնում եմ տուն, վարձնում եմ նոտաներս, գնում եմ երաժշտական դպրոց, այնտեղից ուտելով վերադառնում եմ տուն, նստում եմ դպրոցի դասերն եմ սովորում, ճաշում եմ եւ գնում քնելու։ Իր ջութակը Լիլիթն աչքի լույսի պես է պահում, խնամում։ Չէ՞ որ նույն գործիքով դեռ փոքրիկ քույրիկը Լիան պիտի սովորի։ Իսկ իր ջութակը արդեն փոխելու ու ավելի մեծը գնելու ժամանակն է։ Չէ՞ որ ջութակը դաշնամուրի պես չէ, չեն գնում մեկ անգամ։ Որքան դու ես մեծանում, այնքան էլ ջութակը պիտի մեծանա։ Իրենը 1/4 է, սակայն ուսուցչուհին ասել է, որ արդեն 2/4 է պետք։ Իմ ջութակը 1/4 է, այն գնել է իմ հայրիկը։ Գինասը։ Ջութակի գինն էլ գիտի։ Իհարկե, չէ՞ որ մեծ երազանքներին հասնելու համար նաև ֆինանսական անջրպետներ պետք է հաղթահարել։ Իսկ մեծագույն երազանքը մեծ բեմում սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալն է։ Գագիկ Սմբազյանը եկել է Վանաձոր, որպեսզի լսի լավագույն երեխաներին եւ դրա մեջ նաեւ ես եմ եղել։ Ես դպրոցում սովորում եմ գերազանց։ Իսկ երաժշտականում։ Երաժշտականում քննություն չեմ տալիս, քանի որ մրցույթները շատ եմ մասնակցել եւ տեղեր եմ գրավել։ Ես ոսկե կրամրցույթին գրավել եմ առաջին հորիզոնականը, իսկ այս տարի վերածրոտ միջազգային 7-րդ մրցույթ փառատոնին վաստակել եմ 2-րդ տեղը արծաթե մեդալագրի կոչում։ Ոչ պակաս շնորհալի է նաև Լիլիթի մեծ քույրիկը, Լորետան։ Նա կենգուրու մրցույթի երկակի մրցանակակիր է, սակայն ոչ միայն իր մաթեմատիկական, տրամաբանական ընդունակություններով է հիացնում, այլ նաև երաժշտական։ Շնորհալի երեխաներով ընտանիքն ուշադրության կենտրոնում է ոչ միայն Կոմիտասի անվան արվեստի դպրոցում, ուր հաճախում են երեխաները, այլև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային կրթության աջակցության հիմնադրամում։ Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը կազմակերպում է ոչ միայն քաղաքներում, այլ նաև գյուղերում, հեռավոր բնակավայրերում գործող դպրոցներում մեթոդական դասընթացներ, մեթոդական օգնություն դասատուների համար, վերապատրաստման դասընթացներ, վարպետության դասեր է տալիս, բացահայտում է առավել շնորհալի երեխաներին, աջակցում, օժանդակում նրանց հետագա կրթական գործունեությունը կազմակերպելու հարցում։ Այդ առումով այս կառույցի աշխատանքը անչափ կարևոր է եւ օգտակար։ Չկա տենց մշակութային որևէ իրադարձություն, որի մասնակիցը չլինենք եւ հաճախելով դպրոցներ բացահայտում ենք առավել շնորհալիներին եւ մեզ համար նույնպես հայտնագործություն դարձավ Լիլիթի
ելույթը առաջին Անդրանիկ ելույթը, երբ նա հանդես եկավ Ոսկե կարապ առաջին մրցույթին եւ դեռևս սկսնակ էր ու խրախուսական մրցանակի արժանացավ, այնուհետև նա դարձավ կարծես թե մեր ուշադրության կենտրոնում գտնվել եւ եթե լինում էին մարզային համերգներ, համատեղ համերգներ մայրաքաղաքի դպրոցների եւ մեր մարզի լավագույն սաների, ապա Լիլիթը պարտադիր ընդգրկում էր այդ ծրագրերում եւ աչքի էր ընկնում իր գործունեությամբ։ Եվ երբ որ հիմնադրամը կազմակերպում էր վարպետության դասեր, մեթոդական օգնություն, այստեղ քանիցս եղել են այդպիսի առաքելությամբ պրոֆեսոր Գագիկ Սմբատյանը, եղել են նաեւ այլ մասնագետներ ու Լիլիթի հետ աշխատանքներ են տարել, բարձր են գնահատել։ Լիլիթի ջութակի ուսուցչուհին ընկերն ունեն։ Երևանից Սանուհու հետ վերադառնալով հպարտությամբ ու հուզմունքով է պատմել, թե որքան ջերմորեն է ընդունել հանդիսատեսը փոքրիկ ջութակահարուհուն։ Նրա կատարումից հետո դահլիճը ծափողջուններով ընդունեց նրա ելույթը, ինչը վկայում է նրա եւ արտառոց շնորհալիության մասին։ Երջանիկ ու օրինակելի ընտանիքում աշխատողն այսօր միայն հայրն է։ Նրա ուսերին է բազմազավակ ընտանիքի հոգսը։ Ես երազում եմ, որպեսզի Լիլիթս դառնա հայտնի ջութակահար եւ ելույթ ունենա արտասահմանյան բեմերում։ Երեխաների առօրյան ծանրաբեռնված է։ Գերազանց սովորում են եւ հանրակրթական, եւ երաժշտական դպրոցներում։ Փոքրիկ ընդմիջումների ժամանակ քույրիկները սիրում են մի դպրոցից մյուսը հաճախելու ընթացքում զբոսնել Վանաձորի փողոցներում, ուր մեկ անձրևում է, մեկ ջերմ արև դուրս գալիս։ Մենք ամեն առավոտյան արթնանում ենք, նախաճասում ենք, գնում ենք դպրոց, դպրոցից գալիս ենք տուն, վերցնում ենք մեր երաժշտական նոտաները եւ հաճախում ենք երաժշտական դպրոց։ Երաժշտական դպրոցից հետո գալիս ենք տուն, տանը զբաղվում ենք համակարգչային խաղերով, իսկ գիշերը դրանից հետո քնում։ Անտառախիտ լեռների արանքում ծվարած Վանաձորի փողոցներում ուրախ քույրիկներին շատերն են ճանաչում։ Նրանք սիրում են թռչկոտել ու կատակելով քայլել քաղաքով։ Մեկ անգամ եւս հիանալ քաղաքի շատրվաններով, մաքուր օդ շնչել, նայել հուշարձաններին, փորձելով վերհիշել, թե ով է քանդակված եւ ինչ լավ գործեր է արել այդ անձնավորությունը։ Ասած ժամանակ ման են գալիս քաղաքում, զբոսնում ենք մայրիկիս հետ։ Ես շատ եմ սիրում մեր քաղաքը եւ մեր երկիրը։ Երաժշտական ընտանիք են, Արզումանյանների ընտանիքը, մենք վերջերս փոքրիկ միջոցառում ունեցանք, փոքրիկ մենահամերգ, փորձնական։ Լորետան, Լիլիթը եւ Լիան մեզ մոտ են սովորում երեխաները։ Դե Լիլիթը մեր արծաթե մեդալակիրն է, վերածնունդ փառատոնից մեզ դպրոցին, համայնքին եւ մեր հայ ազգին բերեց արծաթե մեդալը։ Ընտանիքը սպասում են, գիտենք, փոքրիկին։ Ծնողները շատ հրաշալի ծնողներ ունեն, մայրը մանկավար, հայրը զինվորական։ Եվ ինչն է կարևոր, որ այս պայմաններում երեխաներին ուշի-ուշում հետևում են, դասերը ամեն գնով եւ դասերին, եւ հանրակրթական, եւ մեզ մոտ ուշի-ուշում հետևելով երեխաներին ոչինչ բանից հետ չեն թողնում։ Եվ շատ ողջունելի է եւ կցանկանամ բոլոր մեր հայ ազգին, ոչ միայն մեր մարզի, Վանաձոր, Գալորու մարզ, մեր հայ ազգին, որ իրանց երեխաներին ուշադրություն դարձնեն։ Վերադառնանք Լիլիթին Արզումանյան, հնարավորինս դռներ բացենք մեր երեխայի առջև, ինքը որտեվ տարիքի համեմատ շատ բարդ գործեր է նվագում, բացառիկ տաղանդ ունի,
Եվ հնարավորինս ուզում ենք սկզբում մեր մարզի շրջանակներում, հետագայում եւ հանրապետության մեջ եւ հանրապետությունից դուրս ծրագիրներ կան, որպեսզի կոնկրետ Լիլիթին միջազգային ասպարեզ անվի, որտեղ ինքը արժանի երեխա է, իր նվագով բոլոր ամեն ինչ ապացուցում է։ Հիմա երեք կունենային կրսեր քույրիկը ջութակահար բնակատար Լիա Արզումանյանը։ Մի քանի ամիս առաջ 3 քույրիկները փոքրիկ համերգով են հանդես եկել, որը հավանության է արժանացել եւ շատ ջերմ ընդունվել հանդիսատեսի կողմից։ Երաժշտական դպրոցի տնօրենն ուզում է, որպեսզի քույրիկները էլի հանդես գան համերգով, այս անգամ ավելի մեծ ու ավելի ընդգրկուն։ Նա ասում է, որ իրենց քաղաքում, մարզում արվեստը քուն է մտած եւ իր երազանքն է արթնացնել մշակութային կյանքը։ Ամենաջանասերը ընտանիքում փոքրիկ քույրիկն է։ 6 տարեկան Լիան։ Նա ամեն գնով ուզում է մեծ քույրիկներից հետ չմնալ եւ ուժերի ներածի չափով պատրաստվում է համերգին։ Պարզվում է, 3 քույրիկները ոչ միայն երաժշտական ունակություններով են օժտված, նրանք նաեւ նկարում են եւ հատուկ մեր հեռուստաընկերության համար երեքով նկարել են ահա այս պատկերը։ Այս նկարը Արարատ հեռուստաընկերությանն են նվիրում Արզումանյան քույրերը։ Լորետա նկարել է այս նկարը, ես գունավորել եմ, իսկ Լիան ասել է, թե ոնց ներկեն գույները։ Մենք էլ էինք նվերով եկել, հիշում էինք, ժամանակն է, որ Լիլիթը փոխի ջութակը։ Թող որ այս գործիքը ճանապարհ բացի դեպի մեծ բեմեր եւ աշխարհահռչակ Լիլիթը սկսի նվագել աշխարհի ամենահայտնի ջութակագործների պատրաստած ջութակներով։